Վարպետ փոքրիկներ ծրագրի հերթական մասնակիցը 10-ամյա Լիլիանա Քոթանջյանն է։ Լիլիանան ծնվել է 2015 թվականի հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքում։ Հայրը Էդուարդ Քոթանջյանը մասնագիտությամբ ծրագրավորող է, ստացել է երաժշտական կրթություն, նվագում է դաշնամուր, կլարնետ և սաքսոֆոն։ Մայրը Եվա Ապերյանը սոցիոլոգ է և նույնպես ունի երաժշտական կրթություն, նվագում է ջութակ։ Ծնողներից ժառանգելով սերը երաժշտության հանդեպ, ընտանիքի երկու դուստրերը Նատալին և Լիլիանան երաժշտական կրթություն են ստանում Երևանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում։ Այս ընտանիքում ավանդական են երաժշտական երեկոները, միասին նվագում են, երգում, պարում։ Այսօրվա մեր հերոսի Լիլիանայի 6 տարեկանը դեռ չէր բոլորել, երբ հանրակրթական դպրոց հաճախելուն զուգահեռ ծնողներն առաջարկեցին նրան ընտրել որևէ երաժշտական գործիք։ Աղջկա ընտրությունը միանշանակ էր՝ դաշնամուր։ Ահա այսպես նա ընդունվեց Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրի բաժին, Լիլիթ Ազատյանի դասարան։ Միևնույն ժամանակ ընդունվեց նաև Շուշան Հովհաննիսյանի ղեկավարած երգչախումբ։ Մի կողմից դաշնամուրի, մյուս կողմից ուսուցչի հանդեպ անսահման սերն ու ակնածանքն օրորի մեծանում է, մղելով փոքրիկ Լիլիանային մասնակցելու տարբեր մրցույթների և համերգների, գրանցելով լավագույն արդյունքներ։ Ուսուցչի կարծիքով Լիլիանայի մեջ միաձուլվել են խելացիությունը, ուշիմությունը, աշխատասիրությունն ու չափազանց պարտաճանաչությունը։ Այս հատկանիշներն էլ նրա հաջողությունների գրավականներն են։ Ոչ միայն երաժշտության, այլև բոլոր այն ասպարեզներում, որտեղ նա կա և որտեղ երբևէ կլինի։ Ուսումնառության այս կարճ ժամանակահատվածում Լիլիանան արդեն իսկ հասցրել է մասնակցել հանրապետական և միջազգային մրցույթների։ 2023 թվականի ապրիլին մասնակցել է դաշնակահարների Դանիելյան ամենամյա մրցույթին և արժանացել երկրորդ մրցանակի։ Նույն թվականի դեկտեմբերին էլ մասնակցել է Հայաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի վարպետաց դասերին։ 2025 թվականին քույրիկի հետ մասնակցել է Arm Prof Music Fest համահայկական մրցույթ փառատոնին և լավագույն դուետ անվանակարգում ստացել առաջին կարգի մրցանակ։ 2025-ին մասնակցել է Փոքրիկ Քայ երաժիշտ կատարողների միջազգային մրցույթ փառատոնին և դաշնամուր անվանակարգում արժանացել 3-րդ կարգի մրցանակի։ Նույն տարում ելույթ է ունեցել նաև դպրոցի հաշվետու համերգին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Բայց Լիլիանայի աշխարհի տիրակալը միայն երաժշտությունը չէ։ Նա գերազանց առաջադիմությամբ սովորում է Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի 5-րդ դասարանում։ Առավել սիրում է մաթեմատիկա և չինարեն առարկաները։ Լիլիանան նաև նկարում է, ստեղծագործում, երգում ու պարում։ Քույրիկի հետ անգամ պարեր և թատերական ներկայացումներ են բեմադրում։ 2024 թվականին երգչախմբի ղեկավար Շուշանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ Հակոբ Պարանյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նրանք մի քանի անգամ մասնակցել են «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացմանը։ Քույրիկները ստեղծել են նաև յութուբյան ալիք, որտեղ ներկայացնում են իրենց ելույթները, ճամփորդական տպավորություններն ու ժամանցային տեսանյութեր։ Խնդրեմ բարեն աղջիկները։ Շնորհակալություն։ Լիլիանա, քեզ ինչու ենք այսօր այստեղ հավաքվել։ Իմ կարծիքով մենք այստեղ հավաքվել ենք լսելու իմ կատարումները և զրուցելու միմյանց հետ։ Շատ լավ ենք տրամադրված, չէ՞։ Ինչպես կբնութագրես ինքդ քեզ 3 բառով։ Բարի, աշխատասեր ու խելացի։ Բարի, աշխատասեր և խելացի։ Երբ հասկացար, որ դաշնամուրը հենց քո գործիքն է։ Ես մանկուց տեսել եմ, թե ինչպես է իմ հայրիկը դաշնամուր նվագում և ուզել եմ, որ մեծանամ նրա նման լավ նվագեմ։ Ահա, հայրիկի շնորհիվ է, որ որոշեցիր։
Ինչն է քեզ ամենաշատ ուրախացնում երաժշտությամբ զբաղվելիս։ Երաժշտությամբ զբաղվելիս ինձ ամենից շատ ուրախացնում է, երբ ես լավ ամեն ինչ գիտեմ ու ազատ լավ նվագում եմ։ Լավ ազատ նվագում ես։ Տես ասացիր, որ հայրիկի դաշնամուր նվագելու արդյունքում է, որ ընտրեցիր դաշնամուրը։ Իսկ ընտանիքի երաժշտական մթնոլորտը տեսանք, որ հայրիկը սաքսոֆոն է նվագում, մայրիկը ջութակ է նվագում, դուք էլ քույրիկի հետ եք նվագում։ Այդ ընտանիքի երաժշտական մթնոլորտը քեզ վրա ինչ ազդեցություն է թողնում։ Ինձ վրա այն ազդում է նրանով, որ իմ ոճը փոխում է եւ ես օրորի ավելի լավ, ավելի պրոֆեսիոնալ եմ կարողանում նվագել։ Շատ լավ։ Դու քո առաջին ելույթը հիշում ես։ Այո, ես առաջին ելույթին նվագել եմ նապաստակը ստեղծագործությունը։ Ճիշտ է, մի փոքր լարված է, քանի որ իմ առաջին բեմ դուրս գալն է, բայց երբ դուրս եկա եւ տեսա հանդիսատեսի ուրախ դեմքերը, ես հասկացա, որ պետք է նրանց ուրախացնեմ։ Տես ինչ ուրախ դեմքեր ունեն։ Հանրակրթական դպրոցում ասացին, որ քո սիրած առարկաներն են մաթեմատիկան եւ չիներենը։ Ըստ քեզ դրանք ինչ որ առնչություն ունեն երաժշտության հետ։ Այո, մաթեմատիկան կապ ունի երաժշտության հետ, որովհետև երբ մենք նվագում ենք, պետք է ռիթմը հաշվենք եւ մաթեմատիկան դրա հետ կապ ունի։ Հա, ուղիղ կապ ունի, ճշգրիտ գիտությունների ցանկի մեջ է, չէ՞։ Երաժշտությունից բացի, ինչով ես ամենաշատը սիրում զբաղվել եւ ինչու։ Ես նաև սիրում եմ նկարել, հեղինակագործել։ Տեսանք մի քանի աշխատանքներ հեղինակագործի։ Փոքրիկ քարերով գեղեցիկ նկարներ պատրաստել։ Շատ լավ է ստացվում իմիջիալոց հեղինակագործները շատ գեղեցիկ էին։ Բեմ դուրս գալուց առաջ ինչ ես։ Բեմ դուրս գալուց առաջ մի փոքր զգում եմ լարվածություն եւ լավ տրամադրություն։ Հա, բեմ դուրս գալը միշտ լավ տրամադրության գեղեցիկ հագնվում ենք, հանդիսատեսը ծափահարում է, հաճելի է, չէ՞, որ ծափահարում են։ Այժմ մեր զրույցը ուզում եմ ընդհատել փոքրիկ կատարումներով, բայց մինչ այդ պիտի հրավիրեմ Լիլիանայի քույրիկին, Նատալի Քոթանջյանին, եւ մի փոքրիկ հարց ունեմ նաեւ Նատալիին։ Նատալի, քույրիկի հետ դուետ նվագելը ինչով է քեզ համար առանձնահատուկ։ Քանի որ ես ու Լիլին քույրիկներ ենք ու մի տանն ենք ապրում, կարում ենք միասին պարապենք ու կես խոսքից իրար հասկանում ենք։ Միանգամից լավ դուետ է ստացվում։ Շատ լավ։ Հիմա ձեր կատարումներն ենք լսելու ենք Դմիտրի Շոստակովիչի Պոլկան բալետային սուիտից դուետով են նվագելու աղջիկները։ Դմիտրի Շոստակովիչի ռոմանսը Տիկնիկների պարերը ժողովածուից Լիլիանան է նվագելու եւ նաեւ Լիլիանան այսօր հանդես է գալու նվագակցողի դերում։ Մենք լսելու ենք Յոհաննես Բրամսի Զատիկ ստեղծագործությունը, կատարելու է Լուսե Աղաջանյանը, դասատու Գյուլնարա Ստեփանյան, իսկ նվագակցելու է Լիլիանան։
Դու հիշում ես քո առաջին այցը երաժշտական դպրոց, ով քեզ տարա, ինչ եղավ։ Այո, ես հիշում եմ, ինձ տարավ իմ մայրիկը, տատիկի հետ եւ քույրիկի հետ։ Մենք գնացինք տնօրենի մոտ, երկեցինք երգեր եւ սկզբում ուզում էի գնալ վոկալի, քանի որ փոքր էի, բայց հետո որոշեցի, որ պետք է գնամ դաշնամուրի քույրիկիս հետ։ Եվ այդպես տեղափոխվեցիք։ Մայրիկին հարց տանք, այդ դեպքում, դե որ ինքը քո հետ է եղել, ավելի լավ հիշի կարծում եմ, ինչ յուրօրինակ բան կպատմեք այդ ժամանակի հետ։ Ճիշտ է ասում, ճիշտ ասած փոքր ամառին էր, դեռ 6 տարեկան չկար, որոշել էինք սկզբում վոկալի ընդունենք, հետո երկրորդ դասարանից արդեն զուգահեռաբար դաշնամուրի կգնա, բայց հնարավորություն լսեց եւ մեզ ուղղեց Դաշնամուրի, ճիշտ ուղղորդում էր, կարծում եմ։ Զուգահեռ նաև երգչախմբի հաջողեցին։ Այո, ուրախ երգչախումբ։ Երկի պաշտոնքներ բավարարեցին։ Շատ լավ։ Այդպես մեծ ողջավորությամբ մինչև հիմա հաջողում ենք։ Իսկ սպասում եք, որ այսպիսի արդյունքներ պիտի գրանցի տանելիս։ Ճիշտ ասած, որոշ չափով կանխատեսելի էր, որովհետև իմանալով նրա բնավորությունը, պատճառաշությունը, աշխատասիրությունը, ամեն ինչում ինքը կհասներ։ Իսկ ուսուցչուհին դուք կարծում եմ հավելելու բան ունեք, այդ առումով սպասում եք, որ նոր եկավ ձեր մոտ աշակերտ։ Անկեղծ առաջին հանդիպումը արդեն իսկ տպավոր չէ, որտեղ իրար տեսնում եք, իրար ժպտում է, աչուկները շարժում են։ Այո։ Ճիշտ է, մայրիկը ոնց ասեց, շատ փոքր ամառիններից ինձ հազիվ էր մնում, բայց այնքան պարտաճանաչ ու խելացի ու ընկալող, որ ես սպասում էի լավ արդյունքներ։ Այսինքն մենք դեռ ավելին ենք սպասելու։ Հուսանք։ Այո, վստահ ենք։ Լիլիանա, որ ստեղծագործությունն է քեզ համար ամենադժվարը եղել մինչ այսօր։ Ինձ համար ամենից դժվարը սկզբում թվում էր, որ Բաբաջանյանի հումորեսկն է, որովհետև տեքստը ինձ թվում է շատ դժվար է եւ շատ պետք է ես պարապեմ, բայց երբ արդեն ես անգիր լավ գիտեի այդ ստեղծագործությունը, արդեն դա ինձ համար հեշտերից մեկը դարձավ։ Շատ լավ է, դժվարությունը հաղթահարված է։ Իսկ ինչպես ես աշխատում այդ դժվար հատվածների վրա։ Քո մեթոդ ունես մշակած։ Այո, երբ մի հատված կա, որ ես դժվար է, ես նախ առանձին ձեռքերով եմ պարապում, հետո միացնում եմ, քիչ-քիչ տեմպը արագացնում եմ եւ հետո մի փոքր առաջվա տակտերից եմ սկսում նվագել, որ լավ ստացվի։ Շատ լավ, մտածված մեթոդով պարապում ես, այսինքն։ Իսկ ուսուցչուհին այնպիսի մի բան ասել է քեզ, որ ամենակարևորն է թվում քեզ համար։ Այո, ես հիշում եմ, որ ընկեր Լիլիթը ինձ միշտ ասել է, որ պետք է ազատ նվագեմ եւ շատ չլարվեմ համերգների։ Հետևում ես ընկեր Լիլիթի ասածին։ Քո կարծիքով լավ դաշնակահարը ինչ հատկանիշներ պիտի ունենա։ Լավ դաշնակահարը պետք է լինի համբերատար, Անպայման։ պետք է աշխատասեր եւ լավ եւ երաժշտությունը սիրի, ամենակարևոր բանն է։ Այ դե որ ասում ես երաժշտությունը սիրել, երբ հիմա կատարում ես, բեմ ես դուրս գալիս, դու այդ պահին բեմում ավելի շատ մտածում ես տեխնիկական պահերը հաղթահարելու մասին, թե երաժշտականության։ Ավելի շատ մտածում եմ ես երաժշտականության մասին, որ հանդիսատեսը զգա, օրինակ երբ ես հանգիստ բան նվագեմ, հանդիսատեսը զգա հանգստություն, իսկ երբ աշխուժ բան նվագեմ, որ հանդիսատեսը ուրախանա, փորձի տեղից բարել։ Այսինքն փորձի բարել, տեղից բարել, այսինքն դու քո լսողին ինչ ես փորձում նվագով փոխանցել։ Նվագով լսողին ուզում եմ փոխանցել այն, ինչ որ գրողն է, ինչ որ կոմպոզիտորներ ուզում։ Ենթադրել, տրամադրություն ես ուզում փոխանցել այսինքն։
Իսկ քո կարծիքով ինչ տարբերություն կա համերգների ժամանակ կատարելու եւ մրցույթի ժամանակ կատարելու։ Համերգի ժամանակ ավելի հանգիստ եմ, ավելի ազատ, իսկ մրցույթի ժամանակ էլ եմ ազատ, բայց ես ավելի պարտաճանաչ պետք է լինեմ, որովհետև գիտեմ, որ ինձ պետք է գնահատեն։ Արդյունք պիտի ցույց տան, տեղ պիտի գրավենք ի վերջո, հա։ Իսկ դու քեզ ինքդ քեզ 10 տարի հետո երաժշտության մեջ ինչպես ես պատկերացնում։ 10 տարի հետո ես երաժշտության մեջ պատկերացնում եմ իմ հայրիկի նման, որ ազատ նվագել, ուրախ ժամանակ անցկացնես էս, հա։ Իսկ կա մի այնպիսի բեմ, որում երազում ես մի օր կատարես։ Այո, ես երազում եմ կատարել շատ մեծ բեմում, որտեղ որ ես նվագում եմ նվագախմբի հետ ու Այսինքն դաշնամուրային կոնցերտ ես պատկերացնում, որ պիտի կատարես, հա, շատ լավ։ Երևի պատահական չէր, որ քո այդ տեսահոլովակի ֆոնի երաժշտությունը ընտրվել էր հենց Մոցարտի դաշնամուրային կոնցերտը։ Այ ես էի ընտրել Մոցարտի դաշնամուրային 23-րդ կոնցերտը ամենահայտնի կոնցերտներից եւ ամենագեղեցիկ կոնցերտներից մեկը։ Մի օր կսպասենք, որ դու նվագախմբի հետ այդ կոնցերտը նվագես, լավ։ Այժմ կատարումներին անցնենք, կլսենք Ռեյնհոլդ Գլիերի թերթիկ ալբոմից եւ Ջորջ Գերշվինի «Ես զգում եմ ռիթմը»։
Հարգելի հանդիսատես, ընդհանրապես մենք մեր այս վարպետ փոքրիկներ նախագիծը ըստ ավանդության ավարտում ենք արագ բլից հարցերով, բայց մինչ այդ ես Լիլիանային պիտի ուղղեմ մեր նախորդ մասնակցին, Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաքսոֆոնի բաժնիսան, դյութազնագրքի հնգակի ռեկորդակի Էդուարդ Մակարյանի թողած հարցը, բայց կարծեմ Էդուարդը այսօր այստեղ է և ինքը կարող է մոտենալ իր հարցը ուղղել և նաև Էդուարդը անցյալ անգամ իր ստեղծած խաղն էր բերել, որպեսզի հաջորդ մասնակցին նվիրեր։ Էդուարդը թող մոտենա, ինքը իր խաղը ներկայացնի, հարցը տա և նվերն էլ հանձնի։ Էդուարդ Մակարյան։ Ինչ է քո համար հայրենիքը։ Հայրենիքը ինձ համար դա իմ շրջապատն է, Հայաստանը, այն մարդիկ, ովքեր որ հիմա այստեղ նստած են, իմ մտերիմները և իմ ընտանիքը։ Եվ Էդուարդը մի երկու բառով ներկայացնի իր խաղը ինչ է իրանից ներկայացնում և պիտի նվիրի Լիլիանային այդ խաղը։ Սա իմ ստեղծած խաղն է, որը կոչվում է Հայաստանի շուրջ։ Ես գնում եմ խանութներ, որ տեսնեի արդյոք կա աշխարհագրական դինամիկ ուսուցանող խաղ և չկա։ Դրա համար ես որոշեցի ստեղծել իմ խաղը Հայաստանի շուրջը։ Նա բաղկացած է երկու աշխարհամասերից՝ Եվրոպա և Ասիա։ Եթե մենք գցենք 0-2 և մենք կհայտնվենք Ռուսաստանում, ապա դա ինչ է ցույց տալիս մեզ, որ մենք հայտնվել ենք Ասիայում։ Այսինքն մենք պետք է գնանք Ասիայի ճանապարհով։ Իսկ եթե մենք հայտնվենք Ֆինլանդիայում, ապա մենք պետք է գնանք Եվրոպայի ճանապարհով։ Եվ ամենակարևորը այս խաղի, որ ուր էլ գնաս, պետք է միշտ վերադառնաս Հայաստան։ Ով որ շուտ հասնի Հայաստան, նա էլ կհաղթի։ Միասին նկարվենք, երդեցի, Բայց իրար նայ, մի նայ։ շնորհակալ եք Լիլիանա, իսկ դու ինչ հարց կթողնես մեր հաջորդ մասնակցին վարպետ փոքրիկներին։ Այդպիսին կլինի աշխարհը, եթե նրանում չլինի երաժշտությունը։ Շատ լավ, շատ ծուր աշխարհ կլինի, բայց տեսնենք մեր հաջորդ մասնակիցը ինչ կպատասխանի, միգուցե դու էլ կգաս ներկա կլինես ինչպես այսօր Էդուարդը և քո հարցի պատասխանը կլսես կամ ինքդ կուղես հարցը լավ։ Հիմա անցնենք բլից հարցերին, կա այնպիսի բան, որ ինքդ քո մեջ կուզեիր փոխել։ Չէ, ամեն ինչ իդեալական է, շատ լավ է։ Ինչն է քեզ ամենաշատը քո մեջ դուր գալիս, որ այդպես է։ Ամենից շատը ինձ դուր է գալիս, որ ես լավ եմ սովորում և շատ բարձրաճանաչ եմ։ Այո, շատ լավ հատկություններ են։ Կա մի այնպիսի բան, որ առաջիկայում կուզեիր սովորել։ Այո, ես կուզեի սովորեի սաքսոֆոն նվագել։ Հայրիկի նման, էլի հայրիկի ազդեցություն հասկանալի է։ Ինչն է քեզ ամենից շատ բարկացնում։ Երբ մարդիկ աղբը թափում են դրսում և թողնում այդպես գրում են։ Կեղտոտում են, բոլորին դա զայրացնում է, այո, պիտի անընդհատ խոսենք, որ այդպիսի բաներ չանեն։ Իսկ ինչի մասին ես երազում։ Քանի որ ես շատ եմ սիրում ճանապարհորդել իմ ընտանիքի հետ, ես ուզում եմ տեսնել ամբողջ աշխարհը և երազում եմ, որ մեծանամ դառնամ բժիշկ։ Աստորեն եկվես Քաղաքում քեզ համար որ վայրն է ամենասիրելի։ Ամենասիրելի վայրը ինձ համար դա տունն է, ես մանկուց սիրել եմ իմ տունը և երբ գնացել ենք ուրիշ երկրներ և երկար ենք մնացել, ես միշտ կարոտել եմ
իմ թիմը։ Էդուարդի խաղը ճիշտ մարդու է նվիրել։ Միշտ հայրենիք եք վերադառնում։ Ըստ քեզ յուրաքանչյուր մարդ իր կյանքում ինչ պետք է անի գոնե մեկ անգամ։ Յուրաքանչյուր մարդ պետք է գոնե մեկ անգամ ռիսկի դիմի։ Իսկ ինչ է քեզ համար իրական երջանկությունը։ Իրական երջանկությունը դա այն է, որ ես իմ ընտանիքի, իմ հարազատների շուրջն եմ, բոլորը երջանիկ են եւ ուրախ են։ Այսօր երջանիկ օր է փաստորեն քեզ համար։ Շատ լավ։ Եթե կախարդական փայտիկ ունենայիր, ընդունենք թե ինչ մեկ ցանկություն կիրականացնեիր։ Ես կկախարդեի այնպես, որ ես ժամանակով շրջեի, գնայի հին ժամանակները եւ տեսնեի հայտնի հայ կոմպոզիտորներին, օրինակ Արամ Խաչատրյանին, Ալեքսանդր Սպենդյանին։ Ալեքսանդր Սպենդյանին, հետո Արամ Խաչատրյանին։ Հիմա կատարումներին անցնենք, նորից հրավիրենք մեր Նատալիին, աղջիկները մեզ համար կկատարեն Յոհաննես Բրամսի հունգարական պարը և նաև այն դժվար հաղթահարված ստեղծագործությունը Արնո Բաբաջանյանի հումորեսկը կդասնենք։
Հա, միած գործընկերների վրա։ Շատ սիրելի ջերմ, տաք, հարազատաշատ դահլիճ։ Միշտ այսպես է անցնում Ստենդյանի տուն թանգարանում մեր այս նախագիծը, վարպետ փոքրիկներ, այս տարվա մեր Հայկանուշ Դանելյանի անվան դպրոցի, արվեստի դպրոցի վերջին մասնակիցն է, փակում ենք սրանով, չնայած որ եթե լինեն հայտեր առաջարկություններ տարվա ընթացքում մենք շատ մեծ սիրով հաճույքով կընդունենք եւ փաստորեն մենք այսօր ավարտում ենք այս փուլը, գարնան փուլը եւ ուրախ եմ որ այսօրվա մեր մասնակիցը այսպես շատ նուրբ, նրբագույն մի գեղեցկադեմ աղջնակ է, որի հետաքրքիր է, որի հետ մշակութային երկխոսությունը այս թանգարանում կայանում է շատ հետաքրքիր մի միջադեպով, որը երեկ պարզեցինք, պարզվում է, որ դեռ ինքը երբ որ չէր ծնվել, դեռ նախագծում չկար, ոչ ինքը, ոչ մաման, Պապան արդեն այստեղ մշակութային գործունեություն էր ծավալում, շատ հետաքրքիր զուգադիպություն չէ իհարկե, եւ շատ հետաքրքիր է, որ այս թանգարանը իրոք այդպիսի մի հատ, չեմ ասի միստիկ, բայց շատ խորհրդավոր այդպիսի ուժ ունի, շատ տարիներ առաջ, 16 տարի առաջ, դուք շատ լավ գիտեք, որ ամբողջ Եվրոպայում Հայաստանում թանգարանային գիշերներ է տոնվում եւ մենք առաջիններից ենք, որ միացել են ակցիային եւ շատ ակտիվ են գործել ամեն տարի եւ պարզվում է, որ 2010 թվականին մեր թանգարանային գիշերի մի շատ սիրուն միջոցառման ժամանակ մեր Էդվարդը նվագել է դաշնամուր եւ այս դաշնամուրը, հենց այս դաշնամուրը, որ առաջ դրված էր վերևում թանգարանում մեր ստեղծագործական սրահում։ Դուք չգիտեիք, չէ՞ այդ մասին։ Ես էլ չգիտեի։ Բայց ամբողջ հարցը նրանում է, որ թանգարանը նաև շատ լավ ժառանգություն ունի ստեղծող տնօրեններից, որը նաև փոխանցվել է ինձ այս տարիների ընթացքում շատ լավ արխիվացում անել իր գործունեության։ Ու այդ դրա շնորհիվ երեք երբ որ իմ առջև կանգնեց երիտասարդը եւ ասաց, որ ես նվագել եմ այստեղ, ես անմիջապես 2010 թվականի արխիվի մեջ գտա իմ լուսանկարը եւ իրեն ցույց տվեցի իհարկե ժամանակ շատ մազով, սև մազով, նիհար, շատ նիհարական։ Ինչ էի ուզում ասեի, որ երբեմն այո, ճանապարհները խաչվում են նույն տեղում եւ այսօր պարզվում է, որ 16 տարի անց մեր այսօրվա հերոսի եւ իր հայրիկի ճանապարհները խաչվում են նույն տեղում Ստենդյանի տուն թանգարանում, որը պիտի ասեմ, որ այդպես մի հատ շատ լավ բան ունի իր մեջ, այստեղից յուրաքանչյուր նախագծի մասնակցող երեխաները կարծես թե իրենց համար լուսավոր մի հատ ճանապարհ է բացվում։ Ես ուզում եմ, որ այդ ճանապարհը բացվի նաեւ բայց ինքը ասելա, որ ինքը դաշնակահար չի դառնալ, բացվի ճանապարհ, ինչ էլ որ կընտրի, եկեք այսպես ասենք, ինչ էլ որ կդառնա, ինչ մասնագիտություն էլ որ կընտրի, ինչ, չգիտեմ, ինչ ճանապարհներով էլ որ կանցնի, թող այդ ճանապարհը լուսավոր լինի։ Ես իրապես մեծ հաճույք ստացա այս ընտանիքից, իրապես մեծ հաճույք ստացա, իրանց այդ պոզիտիվ եւ արվեստի մեջ լինելուց այս երկու օրվա շփվելու ընթացքում արվեստի մեջ են եւ արվեստի մեջ եղող մարդիկ միշտ լավն են, միշտ բարի են ու մեր հասարակությանը շատ պետք է։ Ահա։ Հիմա նախ ուզում եմ որ այսօր նաեւ այն իրադարձությունները այն ամենօրյա գործը որ անում ենք անենք հիմա, սա պրոտոկոլի բանա, դուր մի անենք, բայց նաև ասեմ, որ սա լավ հիշողություն է, վարպետ փոքրիկ լինելը, իդեպ ես երեք խոսում էի մեր Երևանի շատ ճանաչված երաժշտական դպրոցներից մեկի տնօրենի հետ, որի նաև այս նախագծի մասին էին քննարկում, ասեց ինձ միշտ թվացել է, երբ որ հետևել եմ այս ծրագրին, ինձ միշտ թվացել է, որ ասում եք վարպետ փոքրիկ, այդ փոքրիկ պիտի ինչ-որ բանով զբաղվի, փայտագործություն, կավագործություն, չգիտեմ, ինչ ասեցի, այո, ես ասեցի, չէ, այստեղ մենք այստեղ ի հայտ ենք բերում
երեխայի իր բոլոր շերտերով։ Կարծում եմ դուք որպես բարեկամներ մինչև այսօրը շատ բաներ կարող է եւ չգիտեիք իր մասին, բացահայտեցիք ինչ որ բաներ էլ այդ դրական էներգետիկայով այսօր կմնա ձեզ մեջ այս լավ պատասխանները, դուք արդեն գիտեք, որ ինքը այդպես է մտածում նաեւ։ Եվ դրա վկայությունը, այսօրվա վկայությունը, որ իր ամբողջ կյանքի ընթացքում պիտի գնա, որ ինքը մասնակցել է Վարպետ փոքրիկներ նախագծին, այս վկայականն է, որի խորհուրդը շատ մեծ է։ Ես կհանձնեմ վկայականը, իսկ մինչ վկայականը հանձնելը ուզում եմ արդեն երրորդ նախագիծն է Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի հետ, ուզում եմ հիացմունքս, ինչ ասեմ, շնորհակալությունս, բոլոր այն լավ բաները, որ գիտեք կա ու չկա, հայտնեմ գեղեցկադեմ սքանչելի տնօրենուհուն, որովհետև երբեք չեմ հոգնի ասել, որ երեխաները, բոլոր մարդիկ աշխարհ են գալիս ինչ որ շնորհով, ինչ որ առաքելությամբ, բայց իհարկե շնորհն ու առաքելությունը կարող են մնալ իր մեջ եւ չբացահայտվել, եթե նա չհայտնվի ճիշտ միջավայրում, ճիշտ մարդկանց միջավայրում, որոնց էլ եզերքը Աստված շնորհել է ուրիշ մարդկանց մեջից հանելու այդ շնորհները։ Այս այդ միջավայրն է իր դպրոցի տնօրենի եւ ուսուցչական կազմով, որոնցից ներկա են եւ Դաշնամուրի դասատուն եւ Այո, եւ իրապես անցած անգամ էլ ասեցի, ընտանիքում ծնողները կարող են երբեմն ոչ օբյեկտիվ, սուբյեկտիվ իրենց երեխայի մեջ շատ շնորհներ տեսնել, բայց շատ օբյեկտիվ եւ արդարամիտ այդ շնորհները կարող են տեսնել միայն այս միջավայրում, այս մարդիկ, որոնք էլ որ նվիրումով իրենց գործ անում են եւ այսօր այս մի չքնախ երեխան այսօր կանգնած է մեր դիմաց։ Սա քեզ որպես հիշատակ, Աննա ջան, բանենք, ահա։ Սենց պիտի հետո նկատողություն կանեմ, սենց պիտի հանձնեմ, դուք դիվերցնես իրանք պիտի նկարեն։ Այդ այս բանի է, բահը։ Եվ մրցանակը։ Ոչ մեկ տենց դիրքով չի տալիս, բայց դե ոչինչ։ Մյուս ձեռքով երսես ավելի հարմար կլինի։ Բռնի են սա։ Ես միշտ պարապած եմ, Սա էլ է գնում թանգարանի պատմության մեծ արխիվի մեջ, որ 16 տարի առաջ գտանք հոր նկարը, 16 տարի հետո էլ դա ասված մենք էստեղ լինենք, կգտնենք այսօրվա նկարը, այսքանը և նաև ուզում էի մինչև որ խոսքս էլ ավարտեմ և խոսքս փոխանցեմ Հինդիվանյանին և դրանով կփակենք, ուզում եմ նաև ասեմ, որ այս նախագիծը այսպես շատ անկեղծ, անմիջական, ջերմ չէր ընթանա, եթե այս պատրաստած չլիներ իմ աջ կողմում կանգնած սիրունատես աղջիկը, մեր ցուցադրությունների եւ միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչը Ինեսա Խաչատրյանը, որ շատ ջանասիրաբար աշխատել էր, ֆիլմը պատրաստել էր ինքը, մի խոսքով ամեն ինչ ինքն էր արել, եք ծափահարել։ Հա, եթե հանձնեմ, ու չեմ խոսա։ Այս նախագծի ընթացքում դուետ չէինք ունեցել Դաշնամուրային, առաջին անգամն է, որ Դաշնամուրային դուետ ունեցանք, ուրեմն մենք երևի առիթ չենք ունեցել, որպեսզի դպրոցի գրադարանին հանձնենք Սպենդյանի տուն թանգարանի տպագրած երկու Սպենդյանի ստեղծագործությունների նոտաներ, այստեղ մեկը Վիլի Սարգսյանի հա, սպասել, օզանքում ենք, ես էլ ձեռս տամ, հելա ոչինչ, ահա։ Դրանցից մեկը երեք երկ Փարաձև Դաշնամուրի համար տպագրվել է թանգարանը բոլորովին վերջերս և այս ստեղծագործությունները Սպենդյանի ոչ մի հատորակում չի տպագրվել, որովհետև նոր ենք հայտնաբերել գրականության արվեստի թանգարանում 3 ճգնաղագույն ստեղծագործություն են, իսկ մյուսը 10 ստեղծագործություն Սպենդիարյանի 10 տարբեր
սիմֆոնիայի եւ օպերային փոխադրում է պրոֆեսոր Վիլի Սարգսյանի, մի քիչ բարձր տարիքի երեխաները կարող են նվագել, իսկ դուետները, այս մյուս դուետները հուսով եմ, որ մի քանի տարի հետո, մի 2-3 տարի հետո կլսենք նաեւ մեր փոքրիկների կատարումը։ Այո։ Դուք ասեցիք նոր անդրադարձա, որ շատ քիչ եմ ֆիքսում մեր դպրոցում տհաճ դեմքով եկող երեխա։ Այսինքն միշտ կա այդ պահը, որ ծնողի որոշմամբ ինչ-որ մի բանի են երեխաները հաճախում, ստիպված են հաճախել, որովհետև այդ ընտանիքում երեխաների ցանկությունը չեն լսում, կան այդպիսի ընտանիքներ։ Բայց փառք Աստծո, որ շատ քիչ են մեր 1000 աշակերտների մեջ այդպիսի երեխաներ, բոլորը գալիս են իրենց հաճույքով, եթե կնճռոտ խնդիրներ առաջանում են, փորձում են լուծել, որպեսզի այդ հաճույքը ու մոտիվացիան հանկարծ մի գրամ չպակասի։ Անկախ նրանից ինչ են դառնալու։ Ես երրորդ անգամ այստեղ լինելով ուզում եմ նաև որպես լրագրող հաճույքս հիացմունքս հայտնել Ինեսայի մարդ բացելու հնարավորության եւ հմտությունների վրա, որովհետեւ այն ջերմությունը, որ դուք դնում եք հարցազրույցը վարելիս, փոքրիկ երեխաների հետ զրուցելը մի ուրիշ աշխարհ է, ու որովհետեւ երբեմն հարցը տալիս են պատասխանը մեջը դնելով, այդ երեխան ավելի է փակում ու ստիպված ասում են պատասխանը, ինչը որ իրենից հարցնողն էր ուզում։ Դուք այնպիսի վարպետությամբ, վարպետ փոքրիկի կողքը վարպետ մեծիկ եք։ Այդ այնպիսի հմտությամբ եք դուք կարողանում իր անկեղծ պատասխանը կորզել, որ այստեղից այս երեխաները գնալու են մեծագույն հաճույքով եւ ուրախ, որ իրենք զբաղվում են հենց այս գործով։ Իսկ Տիկին Օթարյանի ստեղծած մթնոլորտը, արվեստի այս մեծ օջախը, ես ուզում եմ, որ բարդություններ, չինովնիկական պարտադրանքներ եւ այդպիսի տհաճություններ շատ քիչ ունենա, որպեսզի միայն լինի ստեղծագործականի աշխարհը։ Այո, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ։ Քեզ հաջող ընթացք, բայց այդ բժշկի պահում Այդ ոցատի նվագի Շնորհակալություն, հուսամ մի օր ժամանակ կգտնենք եւ այսպես խնդրելով բարեկամական, այսպես ընտանեկան այցելով կազմեցվենք Գարանի հանրահայտ երկրում այն բնակարան, որտեղ կյանքի վերջին տարիներին ապրել է կոմպոզիտորը, այսպես շնորհակալություն դեր մասնակցության աշխատում ենք բոլոր դպրոցների հետ։ Ես դպրոցներ կարի, գնացած կարի։ Պատով կողմը կարի։ Հնդե, ուսուցումիներ, ամեցե, չէ,